Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արցախցիներ, միացեք Արևմտյան Հայաստանի ազգային պայքարին, Անուշ Հարությունյան։ Առնվազն 1200 մարդ զոհված է, 2376 վիրավորված, Մյանմարի երկրաշարժի ավերիչ հետևանքները։ Առանց Արցախի Հայաստանը չի կրնար քոյադևել, Շանթ Չարշաֆյան։ Ըմփոստ հոգին, Միսակ Մանուշյան։ Իսրայելը հարվածել է Բեյրութի Արբարձանի Հզբուլլահի ԱԹՍ-ներու բայեստին։ Վերապացվել է հայկական արվեստի մշտական ցուցադրությունը։ Աջակցենք Արևմտյան Հայաստանի պետական հեռուստաընկերության։ Western Armenia հեռուստաընկերության խմբակիր Անուշ Հարությունյանի գրառումը։ Արցախի մեր քույրերն ու մայրերը գրգին կբարձրացնեն իրենց ցայնը այս անգամ կառավարական ամառանոցներու դիմաց։ Անոնք կփողոքեն բահանջելով շարունակել 40 առավել 10 աջակցության ծրագիրը։ Առանց անոր իրենց ընտանիքներն ու զավակները կգանքնին հասարակական աղետի առջև։ Այս մայրերը, որոնք գործընծուցած են իրենց տուները, իրենց հողերն ու խաղաղ կյանքը այժմ կանգնած են նոր փորձության առաջ։ Սակայն իրենց պայքարը միայն աջակցության համար չէ։ Այն պայքար է սեփական հայրենիքի, սեփական իրավունքներու եւ ազգային արդարության վերականգնման համար։ Արցախցիներու Հայաստան մնալը գենսական նշանակություն ունի, քանի որ առանց անոնց հավաքական վերադարձի հարցը չի կրնա լուծվել, բայց անոր համար անհրաժեշտ է համախմբվել եւ գործել հանուն մեր ազգային իրավունքներուն։ Հարգելի արցախցիներ, այս պայքարը միայն ծեր ընկերային խնդիրներու մասին չէ, այն մեր բոլորի պայքարն է։ Մենք Արևմտյան Հայաստանի կառավարության հետ միասին գոչ կնենք ցեզ միանալ մեր պայքարին, որը սկսել է թեր 2022 թվականին։ Միակ ճամփան մեր իրավունքները պաշտպանելն է միջազգային դատական ադյաններուն մեջ։ Դիմեցեք մարդու իրավունքներու եվրոպական դատարան, բահանջեցեք ձեր իրավունքի վերականգնումը։ Միասին մենք ուժեղ ենք, միասին մենք կվերադարձնենք մեր հայրենիքը։ Մյանմարի իշխանությունները հայտնել են մարտ 28-ին տեղի ունեցած 7.7 եւ 6.4 ուժգնությամբ ավերիչ երկրաշարժերու հետևանքով զոհերու եւ վիրավորներու մասին։ Ցնցումները սկսել են նաև Չինաստանի եւ Թայլանդի մեջ։ Առնվազն 1200 մարդ զոհվել է, 2376-ը վիրավորվել է Մյանմարի մեջ հզոր երկրաշարժի հետևանքով։ Գահայտնեն երկրի ռազմական իշխանությունները։ Կսպասվի, որ փլատակներու մաքրման ժամանակ զոհերու եւ վիրավորներու թիվը ավելնա։ Փրկարարական աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր հագարակ բազմաթիվ հետցնցումներուն։ Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերությունը իր խորին ցավակցությունները կհայտնի Մյանմարի ավերիչ երկրաշարժի զոհերու ընտանիքներուն։ Մեր միտքերը վիրավորներու եւ այս ողբերգութենեն դուժած բոլոր մարդոց հետ են։ Լորիկ մարտահրավերական հիմնադրամի միտքը ծնած է 44 օրվա պատերազմի ժամանակ։ Ես միշտ ցանկացել եմ վերադառնալ հայրենիք։ Պատերազմին ամեն ցևով կփորձեինք օգնել մարդոց։ Երբ նոյեմբեր 9-ին ստորագրվեցավ այդ համաձայնագիրը, որոշեցինք շարունակել հիմնադրամի աշխատանքը ու գացինք Արցախ։ Ճիշտ այնտեղ հիմնեցինք Լորիկը։ Ես ու գինս Արցախի հայաթափման ժամանակ ունեցանք մեր երկրորդ ծավալը ռմբակոծության տակ։ Այնուհետև բոլորին հետ դեղահան եղանք Արցախեն, ըսավ Շանթ Չարշաֆյանը։ Ան նաև նշեց, որ Արցախը միշտ պիտի ըլլա հայկական։ Արցախցին պիտի վերադառնա, Արցախը նորեն պիտի ըլլա հայկական։ Եթե այդպես չլա, ապա Հայաստանը չի կրնար քոյադևել առանց Արցախի, նշեր է մեր զրուցակիցը։ Մանուշյանական շաբաթ միջոցառման շրջանակին մեջ Հայաստան ժամաներ էին նաև Միսակ Մանուշյանի զարմուհիները Լուիզա եւ Հասմիկ Մանուշյանները։ Անոնք այցելեցին Հայոց ցեղասպանության տանկարան ուսումնարան։ Մանուշյան քույրերը կպատմեն, որ Միսակ Մանուշյանի հայրը Քևորգ զոհվել է Ուրֆայի հերոսամարտի ժամանակ։ Հայկ, Գարաբետ եւ Միսակ եղբայրները մորը Վարդուհիին եւ քրոջը գործընծուցել են դեղահանության ճանապարհին։ Եղբայրները հայտնվել են դարբեր դուներու մեջ եւ ճաշակել որբության լեղի բդուղները։ Միսակը որոշ ժամանակ ապրել է քուրդի տան մեջ եւ սպաղվել է որպես հովիվ։ Հայգը, ընտանիքի ավակ եղբայրը, դեղեկանալով Միսակի գտնվելու վայրի մասին, փախցուցել է անոր, քանի որ քուրդը ինքնական բաց չեցկած։ Հայգը, ընտանիքի ավակ եղբայրը, դեղեկանալով Միսակի գտնվելու վայրի մասին, փախցուցել է անոր, քանի որ քուրդը ինքնական բաց չեցկած։ Հետագային Միսակն ու Գարաբեդը տեղափոխվել են Լիբանան, Հայգը Սուրիա։ Գարաբեդը որբանոցեն դուրս գալեն հետո հաստատվել է Ֆրանսիայի մեջ։ 1925-ին եղբայրները թիմավորել են Հայգին։ Եղբայրները միանալով Ֆրանսիայի մեջ շուրջ 11 տարի ապրել են միասին։ Ընտանիքի վերամիավորման մասին է Միսակի օրագրային հետևյալ գրառումը։ Արևը կփայլի Մանուշյան ընտանիքին վրա։ 1936 թվականին Հայկ Մանուշյանը գնոջը եւ 3 զավակներուն հետ հայրենադարձ եղած է։ 3 տարի անց մահացել է։
Միսակը գբատմեն քույրերը մեր ընտանիքի անդամներ։ Հետո պետք է զարմանայինք, երբ հայոց պատմության 7-րդ դասարանի դասակիրքին մեջ հայտնաբերեինք Միսակի նկարը, որ մեր դան բադին փակցված ճիշտ նույն նկարեն էր։ Մեր դան բադին գախված էր նաև 3 եղբայրներու լուսանկարը։ Վերջը հասկացանք, որ թիմանկարները հավաքված են։ Մանուշյան քույրերը գսեն, որ եղբայրները կապված եղած են իրենց մորը Վարդուհիին։ Քրոջ մասին դեղեցություն գտնել այդպես ալ չհաջողված։ Միսակը բնության խենթ սիրահար էր։ 2001-ին Հայկ Մանուշյանի շարավիղները հաստատվել էին Լիոնի մեջ։ Լուիզայի եւ Հասմիկի համար Մանուշյան ասկանունը մեծ պատասխանատվություն է։ Արժանապատվությամբ կրելով սերունդներուն կփոխանցեն ոչ միայն իրենց ասկանունը, այլև Միսակի եւ ընտանիքի պատմությունը փայլուն հայերենով։ Մարտ 28-ին Իսրայելի պաշտպանության բանակը հարձակել է Բեյրութի Տահյա արվարձանը գտնվող Հզբուլլահի անօդաչու թռչող սարքերու ԱՏՍ բահեստի վրա։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դադարեցրել էր Իսրայելի հարվածները, որակելով այն հրաթաթարի միագողմանի եւ անհիմն խախտում։ Նույնպիսի քննադատական տված էր նաև Փարիզի մեջ գտնվող Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ։ Էմանուել Մակրոնը նաև գոչրած է Իսրայելին դուրս բերել իր զորքերը Լիբանանի 5 շրջաններեն եւ հիշեցուցել է Ֆրանսիայի առաջարկը այդ տարածքներում մեջ ՄԱԳ-ի խաղաղաբահներ դեղեկայելու վերաբերյալ։ Ֆրանսիան կշարունակի աջակցել տարածաշրջանին մեջ երկխոսության ու գայունության, ընդգծել է Էմանուել Մակրոնը։ Մինչդեռ Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչի դեղակալը ասել է, որ Իսրայելն իրավունք ունի հագահարված տալ, ընդգծելով, որ Լիբանանը պետք է վերահսկողության տակ վերցնի իր տարածքը եւ բանակցի Իսրայելի հետ։ Ան նշել է, որ Լիբանանը չի կրնար համեմատվել Գազայի հետ, քանի որ Լիբանանի պատերազմը փոփոխված է Իրանի եւ Հզբուլլահի կողմէ, եւ հույս հայտնել է, որ Իսրայելի եւ Լիբանանի միջև դիվանագիտական հարաբերություններ կան։ Թրամփի վարչակազմը խրախուսել էր նաև Իսրայելի կողմէ Գազայի մեջ սկսած նոր ռազմական գործողությունները։ Հայաստանի ազգային պատկերասրահը Facebook-յան էջին մեջ կհայտնի։ Վերապացվել է հայկական արվեստի մշտական ցուցադրությունը «Եսը եւ աշխարհը»։ 19-րդ դարու վերջերուն տասնյակ հայ արվեստագետներ դարձել էին Սանկտ Պետերբուրգի, Կոստանդնուպոլսո, Փարիզի, Վենեդիգի, Մյունեխի եւ այլ քաղաքներու արվեստի ակադեմիաներու շրջանավարտներ։ Այդ նկարիչները եւ քանդակագործները գերազանց կդիրաբեդեին գերբարվեստի բոլոր ժանրերուն ու միջոցներուն։ Այնուամենայնիվ, հայկական պահպանողական համայնքներուն մեջ գեղարվեստական գործունեությամբ զբաղվելը թերևս մարտահրավեր կմնար։ Որպես արդյունք, այս արվեստագետներեն շատերը հաճախ ստիպված էին տեղափոխվել Մերձավոր Արևելքի եւ Արևմուտքի կենտրոններ, աշխատանք եւ ճանաչում ձեռք բերելու նպատակով։ Միևնույն ժամանակ արվեստի դպրոցներու եւ կանոնավոր ցուցահանդեսներու բացման շնորհիվ Կոստանդնուպոլիսը, Թիֆլիսը եւ նույնիսկ Նոր Նախիջևանը հետզհետե ձևավորեցին արվեստի սեփական միջավայրերը։ Մինչ տեղային այս չանքերը բազմամշակութային էին, հայերը կարևոր դեր կխաղային որպես կազմակերպիչներ եւ մանկաբաժներ։ Այս շրջանին է, որ կսկսի ձևավորվել հայկական արտի արվեստի հստակ ուրվագիծը։ Չնայած հայ արվեստագետները ծրված էին եւ հիմնական կգործեին իրենց պատմական հայրենիքեն դուրս, անոնք կապված էին ազգի ջնշված քաղաքական վիճակի ընդհանուր գիտակցմամբ եւ իրենց մշակութային ինքնությունը փոխանցելու ցանկությամբ։ Քաչադեղյակ ըլլալով եվրոպական արվեստի գերագշող միտումներուն եւ վերջին նորամուծություններուն, անոնցմե շատերը նախընտրեցին հասարակական ուղղվածության իրապաշտությունը որպես հայ ժողովրդի անցյալ ու ներկա փորձառությունները տեսանելի դարձնելու միջոց։ Բազմաթիվ նշանավոր արվեստագետներու համար իրապաշտության գեղագիտությունը լոկ տեսանելի իրականությունը վավերագրելու միջոց չէր։ Անոնց արվեստը նաև քննադատորեն կբացահայտեր նահապետական հասարակության հիմնախնդիրները եւ գարդացոլեր անոր փոթորգուն անցումը թեպի արդիականություն։ 20-րդ դարասկզբի հայկական արվեստի այդ առաջադեմ նկրդումներու վառ ապացույցն է նաև հայ առաջին մասնակցված գին արվեստագետներու Զաբել Բոյաջյանի, Արմինիա Բաբայանի եւ այլոց հայտնությունը։ Ռեալիստական ուղղության այս գեղանկարիչներու եւ քանդակագործներու հետաքրքրությունները չէին սահմանափակվեր իրենց ազգային մշակութային պատկանելիությամբ, այլ կդարածվեին թեպի ավելի լայն հատվածներ, ուր անոնք կապրեին եւ կգործեին։ Ուրիշին հասկանալու խնդիրով համակված հետևողականորեն կուսումնասիրեին տարածաշրջանային եւ օտար մշակույթները գարեկցող ու մարդասիրական դիրքերեն։ Սա թույլ տվավ անոնց խուսափիլ արևմտյան արվեստի մեջ տարածված քաոթադիրական հրեդորապանութենեն, փոխարենը փնտրել լայն աշխարհի հետ հարաբերելու առավել հավասարական ուղիներ։
Արևմտյան Հայաստանի հերոստագայանը հավատարի մնալով իր սկզբունքներուն եւ հերոստատի դողներուն գշարունակե իր անխափան աշխատանքը նոր մոդեցումներով։ Ինչպես արդեն գիտեք, մեր հերոստագայանը ինքնակովաստով չսպաղվիր։ Անոր միջոցով կհերարցակվին գլխավորապես Արևմտյան Հայաստանի պատմությունը, ներգային եւ աբակային վերաբերող քաղաքական եւ այլ փոխանցագությամբ, ինչպես նաեւ դարբեր խնդիրներ բարձրացնող լուրեր։ Արևմտյան Հայաստանի հերոստագայանը արձանագրած է իր կարևորագույն ձեռքբերումներեն մեկը թողարկելով Western Armenia շաբաթաթերթը, որն ուղղված է մեր պատմության, մշակույթի եւ ինքնության պահպանմանը եւ հանրահռչակմանը։ Մենք թափանցիկ եւ հասանելի ģերբով կներկայացնենք նաեւ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի, ղարավարության, ազգային ժողովի եւ մյուս կառույցներու քաղաքական անցուդարձը։ Սիրելի հայրենագիտներ, ձեր աջակցությամբ մեր հերոստագայանի հնարավորությունները ավելի կամրապնդվին։ Մենք ուժեղ ենք միասին։ Սիրելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախադեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։